Բարի օր սիրելի հերոստատիտող, այսօր պատրաստելու ենք շատ սիրված և թրենդինգ աղատներից մեկը, որը ես միշտ պատրաստում եմ, մեր ռեստորանում միշտ պատրաստում ենք և շատ մեծ քանակի ժողովուրդ կա, որ շատ է սիրում, որը Դուբայ չոկոլադի հետ կապված աղանդերը։ Հատուկ մեր ձևով է, հատուկ իմ ձևով ենք պատրաստում, բայց ես ցույց եմ տալու ինչ գլխավոր պաղաթիչներ կպարունակեն Դուբայ չոկոլադը կամ կարող ենք ասել Դուբայ չոկոլադ կաթայֆին։ Ինչի է կաթայֆի, որովհետև իր մեջ խմոր ենք օգտագործում, այս կաթայֆի խմորներն է, որը դենց մազիկ է, ինքը գալիս է դենց տոպրակով, բայց մենք հանում ենք եւ փզկտում ենք։ Այդ փզկտելուց հետո պետքա տապակենք։ Հիմա մի քիչ մենք բացել ենք, բայց ես ուզում եմ մի քիչ էլ ցենց կդրատել մկրատով։ Այսպես վերցնում ենք ու թանակով կտրատում ենք։ Եթե թանակով չեք կարող եք այսպես անել, շատ մաքսիմում բաժնել իրարից։ Մի քիչ անում եք ու արդեն դնում ենք տապակելու։ Շատ կարևոր է, որ շատ համով կարակով տապակենք, կարող եք եւ դնական յուղով, բայց մի քիչ ծանր կլինի, կարակը ավելի լավ է, բայց ոչ թե մարգարին կարակ։ Այսպես փզկտում ենք, մարացնում ենք, իրարից հանում ենք ու արդեն իրենք պատրաստ են տապակելու։ Գիտեմ, որ այս վերջերս թրենդ էր եւ ամեն մարդ մի ցև Դուբայ չոկոլադը պատրաստեց։ Իրականում ինքը դենց մեջտեղ եկավ, որովհետեւ Դուբայում այդ չոկոլադ բարերը, այսինքն սալիկները, կարծեմ ճիշտ եմ ասում, ընդեղից այդ ոգեշնչումը եկավ եւ բոլոր կուզիններում կամ բոլոր խաղանոցներում իր հատուկ ձևերը արեցին, դե ամեն մեկ խաղանոց ինչ որ մի բան ավելացրեց եւ այլն, բայց մեգա ինքը համով է, որովհետեւ այդ կոմբինացիան, որը միտեղ հավաքվում է պիստակ, հալեպի պիստակ եւ հավաքվում է շոկոլադ եւ հավաքվում է կաթայֆի, արդեն ինքը դառնում է մի հատ համողություն։ Հիմա ես ցերնոցով պետք է կարակը մի քիչ շաղեմ խմորի հետ, հետո արդեն տապակենք։ Այսպես բոլոր կարակը տենց այդ բզդիկ մազիկների հետ տարածում ենք, քանի որ պետք է մի քիչ տենց ավելի բաց տարածք լինի, որ մենք այդ աշխատենք, խորը դեղ չենք կարող աշխատենք։ Մի քիչ ես այստեղ բացեցի տախտակի վրա, որ տեսնեք ինչա կատարվում այստեղ։ Այդ կարակները մաքսիմում բացում եմ ու իրար եմ միացնում։ Շատ կարևոր է, որ բոլոր մազիկները կարակով կսվեն։ Այդ է պոինտը, ոչ թե մենք կարող ենք դե կարակ թնել, հետո մազը թնել, բայց նույնը չի լինի։ Արդեն որ դակ է, ինքը տապակվում է։ Էսի շատ կարևոր է, որ արագ պետքա թարցնենք։ Ամենակարևորը, որ արագ պետքա խառնենք։ Միջև խառնելիս արդեն հեսա տնելու ենք շոկոլան, որ հալվի։ Էսի միջև տապակվի, չնայած մենք կարող ենք էսի ջերոցում էլ անել։ Ստեղ ունենք շոկոլաները պետք է հալացնենք։ Ավելացնում եմ մի քիչ մեղր եմ տնելու իրա վրա։ Ու խառնելու եմ։ Շատ արագ պետք է խառնենք, որովհետև շոկոլան չի կարելի այրի, նախ որ համը մնա, երկրորդ որ չպճանա։ Շոկոլան հատուկ իր ջերմաստիճանը ունի, երբ որ պետք է պատրաստենք։ Էս էլ շուտ թարցնում ենք։
Ոնց տեսնում եք, այստեղ շոկոլադան արդեն հալվել է, մի քանի րոպե էլ որ թողեմ, արդեն կարող եմ իրան ներքևը ցածացնել, որպեսզի չայրվի, բայց տաքուկ մնա, որպեսզի ամենավերջում իրան վրայով ավելացնեմ։ Այստեղ մեր կատայֆի խմորը տապակվում է, բայց պետքա լավ գույնը փոխի։ Այսպես խառնում ենք մի քանի ժամ, մինչև որ կարմրի։ Կատակ եմ անում։ Բայց կոնե 20 րոպե պետք է, բայց արագ պետք է անենք, որպեսզի տենց լինի, որ հավասար կարմրի։ Այսպես խառնում ենք։ Եթե ունեք օգնականներ, դունը կարող են օգնել, մի հոգին էսի անի, մի հոգին շոկոլան հալեցնի, մի հոգին բիստակները կդրադի։ Հիմա ես ուզում եմ միած շոկոլան նայեմ, տեսնեմ շատ լավ է։ Ահա։ Թող մնա, որովհետեւ լավ հալի։ Ուրեմն, միջև մեր խմորը պատրաստվի եւ շոկոլան հալվի, մենք ունենք այստեղ բիստակ, որը պետքա կտրատենք։ Այսպես բիստակները կտրատելու ենք, ուրեմն ես ընդհանրապես սիրում եմ բիստակ ավելացնել մեր մածուկին, որովհետև այսօր նատլեցի բիստակի մածուկն ենք օգտագործելու, դե Դուբայ չոկոլադ պատրաստելու համար անպայման է ինքը, ու շուկայում իրականում կա բիստակի մածուկ, որը կպարունակե օրինակ սպիտակ շոկոլադ, շատ բարձր ոչ բնական քաղցրություններ եւ մեկ գա, որ կետնանուշի պաստա է ինքը եւ ավելացրել են իր վրա կանաչ քույն։ Ուշադիր եղեք եւ օգտագործեք միայն բնականը։ Դրա համար հիմա միջուկին պետք է ավելացնենք մի քիչ ընկույզ ու վերջում պետք է վերևի համար, դիզայնի համար նորեն թողենք բիստակ մի քիչ մարացրած ու ավելացնենք։ Քանի որ ինքը շատ համով է լինում, երբ որ ավելի խրխտան է լինում ու դու կերած ժամանակդ մի քիչ բիստակ ես ուտում։ Այսինքն միջակ չափի եք կտրատում, դենց ոչ շատ մեծ, ոչ շատ փոքր։ Ու կարող եք լավ որակի բիստակ գտնել շուկայից ու դուք մարացնել։ Իմիջիայլոց շատ ուրախ եմ, որ Հայաստանում այլևս միշտ գտնվում է այդ թարմ բիստակը, որովհետև էլի միշտ ամառվա սկիզբը լինում է, վերցնում եք դենց կարմիր գույնի է լինում, ինքը գեղևն ենք անում ու ներքևը արդեն մի հատ էլ մուս գեղևը կա բիստակի ու էդի օրինակ ես շատ սովոր եմ էլի ուտելու, որովհետև մեր ընդհանրապես մենք ունեինք ծառեր դրան ու մենք էինք քաղում ուտում ու ինձ համար էդի շատ սովոր է ու հիմա շատ ուրախ եմ, որ հայկական արդերի վրա կամ հայկական քետնի վրա էդի ցանվում է ու ես հայկական բիստակն եմ ուտում։ Չնայած իր անունը Հալեբի բիստակ է, կամ որ ընդեղից է ինքը հայտնի եղել։ Եթե ուզում եք իմանալ ինչի է Հալեբի բիստակ։ Դե ինձ սիրելիներս, արդեն մեր խմորը պատրաստ է։ Հիմա կարող ենք թադարգել միտեղ, որպեսզի իրեն ամուսնացնենք բիստակի մածուկի հետ։ Լցնում ենք մի հատ մեծ փոսամանի մեջ։ Ուրեմն չափաբաժինը դենց է լինելու, որ բիստակի մածուկը դենց է լինելու, որ բոլոր խմորին պետքա cover անի կամ փակի, դենց չի լինի, որ բիստակի մածուկը ավելի քիչ լինի եւ ոչ հակառակը։ Ես սպատուլայի օգնությամբ պետք է թադարգեմ բոլոր բիստակը։ Եվ արդեն շատ արագ պետք է խառնենք։ Արագի վրա խառնում ենք, տարածում ենք բոլոր բիստակը խմորին ու իր հետաքրքիր մասը, որ այս թաց բաժինը ու չորին երբ որ միանում է, պետքա այդ չոր մասը չթուլանա։ Դրա համար ենք մենք իրան կարմրացնում, որովհետեւ մենք երբ որ ուտենք այդ խրխտանությունը զգանք։ Այսինքն հատուկ պետքա կարմրի, եթե չկարմրացնեք, նույն համը չեք զգա ու համով չի լինի։ Ես մի փոքր մեղր եմ ստեղ ավելացնելու,
Նայեցեք, այսպիսի զանգվածք ենք ունենալու, բոլոր պիստակը քավեր արել մեր խմորին։ Հիմա Պերնացրու, ոնց որ քեզ սավան է ուղարկել։ Բերում ենք այսպիսի դարա, վրան ավելացնում ենք բոլոր խմորը, որը ծածկված է պիստակով։ Լավ դարածում ենք։ Ես ավելի բաց տեղ եմ անում, որպեսզի դուք ավելի պատկերացնեք։ Իրականում, օրինակ, ես ռեստորանում դալիս եմ դենց բաժակներով, երբ որ հյուրեր եք ունենում, դենց կարող եք անհատական պատրաստել ու ինքը ավելի հետաքրքիր է։ Իսկ եթե դան համար եք պատրաստում, այսպես կպատրաստեք ու ամեն մարդ մեջից կօգտվի։ Իսկանը արդեն հետաքրքիր է եւ հեշտ է, չէ՞։ Հիմա ունենք շոկոլադան եւ ունենք պիստակը։ Արդեն մենք մեջը թրած ենք պիստակ, մի տետևել ենք դնում ստեղ ու մնացածը արդեն վերևի համար ենք պահելու։ Ինքը դենցա լինելու, որ կողքերը կանաչը պետք է երևա, որպեսզի մարդը իմանա, որ ինքը ինչ տեսակի աղանդեր է։ Այսինքն մի փոքր պետք է ձայրերը դենց թողենք։ Մի փոքր ստեղ։ Էս ունենք, հիմա պիստակներն ենք ավելացնելու։ Տտտտան, մեր Դուբայ չոկլետ կաթայֆին հայկական, շաղիկական ձևով պատրաստ է։ Հեշտ է պատրաստվում, ամենակարևորը մթերքների որակն է, որը լավ լինի, շոկոլադի որակը, պիստակի մածուկի որակը, կաթայֆի խմորը եւ ձեր պիստակը։ Այնտեղ քաղցրությունը մի քիչ ենք ավելացնում, մի քիչ մեղր ենք ավելացնում շոկոլադին, եթե հարկավոր է, կամ մածուկին, եթե հարկավոր է։ Դե սիրելիներս, այսօրվա աղանդերը պատրաստ է արդեն, հույսով եմ դուք էլ կհավանեք կպատրաստեք, բայց վստահ եմ սպասում եք, որ խրխտան վիճակով ես ուտեմ ու դուք էլ սկաք իրա համա։ Հիմա ուզում եմ մի պահ ստեղից տնեմ ու վայելեմ։ Մի քիչ շոկոլան խառնում եմ խմորի հետ ու ուտում եմ։ Հարցը ինչ է, որ ես որ ուտում ես չես ուզում խոսես, որովհետև ուզում ես վայելես այդ համերը ու ուզում եմ ասեմ, որ այնքան համով է, որ հիմա ուզում եմ ես ձեզ բայ անեմ ու ուտեմ ու վայելեմ։ Մեկ հատ ուտեմ խոսեմ մի րոպե։ Երևակայեցեք, ես ասի մեր ռեստորանում ունենք, իմ դունը պատրաստում եմ, բայց ամեն ուտելուց դենց հաճույք եմ զգում, որովհետև այդ համերը շատ ասազում իրար ու դու այդ շատ քաղցր սիրողները այս շատ կհավանեն, որովհետև ինքը շատ հաճելի համ է։ Անպայման պատրաստեք, տեսակ ինչ մթերքներ օգտագործեցինք, մեթոդիկան ինչպես էր, եթե հարցեր կունենաք, անպայման գրեք, չմոռանաք հետևել Համի Գաղտնիք էջին, Instagram-ի եւ Facebook-ի եւ չմոռանաք բաժանորդագրվել ալիքին YouTube-յան Համի Գաղտնիք, որպեսզի բոլոր հաղորդումները, որ բաց թողել եք, նայեք։ Բարյախոժակ, կհանդիպենք։